Добрый день, дорогие друзья! Мы продолжаем знакомить вас с нашими сертифицированными медицинскими представителями. И сегодня у нас в гостях старший директор с более чем 25-летним медицинским стажем Авакян Лилит. Совсем недавно Лилит сдала экзамен самому разработчику наших БАДов Александру Эдигеру. Ողջույն Աննա, շատ հաճելի է լինել մեր ընկերության արտադրանքի ներկայացուցիչ, որը 100%-ով արժանի է ընդունման եւ հարգանքի. Лилит, в свое время вы сказали, что с большим уважением относитесь к Александру Эдигеру и доверяете ему на 100%. С чем это связано? Այո, Աննա ջան, ճիշտ է, ես վստահում եմ Ալեքսանդր Էդիգերին, մարդ, ով հանդիսանում է ռուս բժիշկ, մասնագիտության պաթոլոգ-անատոմ, կլինիկական դեղագետ եւ տոքսիկոլոգ. Նա նաեւ մասնակցել է մոլեկուլյար ֆորսե սննդային շարքի հավելումների արտադրությանը, ռուսական առաջադեմ դեղագործական դպրոցի եւ ամերիկյան ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ ստեղծվել է մոլեկուլյար ֆորսե սննդային հավելումների շարքը, որը եզակի արտադրանք է. Как вы относитесь к тому, чтобы БАДы давали детям? Աննա ջան, կահերը երեխաների համար կարող են լինել շատ կարևոր գործիք։ Օրգանիզմի աջակցման համար, սակայն միայն ճիշտ խորհրդատվությամբ եւ միայն բժշկի ցուցումով։ Իմ կարծիքով, վաճառքի մասնագետի առաքելությունը կայանում է ոչ միայն նշանակել կահերը, այլ նաեւ բացատրել նրանց կիրառման նպատակը եւ օգուտները։ Можно ли едой восполнить необходимое количество витаминов и микро-макроэлементов? Բժիշկ Ալեքսանդր Էդիգերը շեշտում է, որ ժամանակակից մարդը այլևս չի կարող միայն սննդի միջոցով ստանալ բավարար վիտամիններ, միներալներ, հակաօքսիդանտներ։ Այդ իսկ պատճառով մենք ունենք մի շարք վիտամիններ, որոնք B խմբի, D խմբի վիտամիններն են, կան մեր բիոհավելումներում, որ մենք պետք է անպայման ստանանք կահեր օգտագործելուց։ Այս պատճառով խորհուրդ ենք տալիս ռացիոնալ եւ բժշկականորեն օգտագործել սննդային հավելումներ։ Иногда я сталкиваюсь с тем, что люди при выборе БАДов руководствуются только ценой. Куплю то, что подешевле. А на что именно нужно обратить внимание при выборе БАДов? Կա այդպիսի բան, այո, կահեր գնելիս ուշադրություն են դարձնում արժեքին, բայց ես կասեմ, որ այս դեպքում արժեքին չպետք է որ ուշադրություն դարձնել, այլ պետք է ուշադրություն դարձնել բաղադրությանը եւ դեղաչափին, որը հստակ նշված լինի, հասկանալի լինի օրվա դեղաչափը։ Կենսամատչելիությունը, ինչ ձևով է նյութը յուրացվում օրգանիզմում։ Արտադրողի վստահելիությունը լինի գիտական հետազոտություններ եւ հակացություններն ու անվտանգությունները հատկապես դեղերի հետ համատեղելիություն։ Среди наших консультантов есть те, кто опасается применять наши БАДы и рекомендовать их. Вот что бы вы посоветовали в этом случае? Պետք չէ վախենալ օգտագործել կահեր, որովհետև ինչպես որ նշեցինք, մենք ունենք հավաստագրված սննդային հավելումներ, որոնք որ անհրաժեշտ են մեր օրգանիզմի համար լրացնելու վիտամինների մեր պակասը, եւ ես հանգիստ խորհուրդ եմ տալիս եւ մեր խորհրդատուներին եւ ես ինքս նաեւ օգտագործում եմ սննդային հավելումներ։ Մենք ունենք նաեւ օրեր, որոնց ժամանակ մեր հավաստագրված մասնագետները խորհուրդներ են տալիս ինչպես օգտագործել սննդային հավելումները ճիշտ ձևով, որպեսզի յուրացվի օրգանիզմում։ Ունենք նաեւ առողջ ազգ չաթ, որտեղ նաեւ մեր հավաստագրված մասնագետները խորհրդատվություն են տալիս բոլոր հուզող հարցերին։ Лилит, спасибо вам огромное за развернутые ответы и за ваше стремление помогать нашим консультантам. Շնորհակալություն հրավերի համար։ Սիրով կհանդիպենք առողջության օրերին եւ առողջ ազգ չաթում։